Նարեկ Աղոթամատյան Բան 86-րդ Նույն հսկողի կրկնակի հեծության նոր հավելված Նույն աղոթական աղերսի համար Սրտի խորքից խոսք Աստուծո հետ Բազում կերպերով շարակարգված այս թախծալից ու հառաչագին ողբերի դիմաց ողորմիր բոլոր հոգիներին գովյալ և ներողամիտ թագավոր Առավել ևս նրանց, որոնց կյանքի փրկության հույսը կտրվեց և անպատրաստ ննջեցին, յուղի պակասից շիջած լապտերով։ Ուստի հիշիր, Տեր իմ գթառատ, և իրավունք տուր ինձ նաև հետևյալ պատճառով։ Թեև մեծիդ ահեղ և սքանչելի փառքի համար մարդու կազմվածքը պատրաստեցիր ներհակ տարրերից, մեկը ծանր և մյուսը թեթև, մեկը զով և մյուսը հրային, որպեսզի ներհակներն իրար հետ հաշտեցնելով արդար կոչվենք նրանց հավաստի հավասարությամբ և այդպես հասկանալով առաքինությունը, երբ հոգով բարձրանանք, անմոռաց պահենք խոնարհությունը կավին նայելով և ընդունենք ճգնավորական պսակը, սակայն ուխտազանց եղանք այս կանոնի դեմ և անասնաբար սահելով դեպի հողը խոնարհվեցինք ու գետնամած դարձանք, մեկը աղտերով, մյուսը անգթությամբ, մեկ ուրիշը ամենաբաղձ կերակուրների մոլությամբ, որը մշտաբույծ գազանի պես միշտ կապված է մեր բնությանը։ Իսկ երբեմն էլ 4 տարրերից մեկն անզուսպ և անողոք սլացքով դուրս է ոստնում և վայրենապես ամբարտավան դառնում։ Եթե մեր ներսի կրակի նշխարից բռնկվում ենք քո սիրո ջերմությամբ, նրան առընթեր և կենակից ցուրտը կասեցնում է այն և արգելում բարին։ Եթե օդային հրեշտականման հոգով ձգվում ենք դեպի քեզ, այս հողեղեն անդրանիկ նյութի թանձր ծանրությունը ներքև քաշելով արգելք է դառնում։ Արդ, ամեն կողմից պարտված և իսպառ լքված, իբրև ապիկար հաշմված, մերժվեցի, կորա, հալածվեցի, շատ բաներից վատնվելով մահվան ձեռքն ընկա։ Ուստի պարգևներից զրկված նայում եմ ողորմության կողմը և ամոթահար դեմքով ես ամենամեղս աղերսում եմ բոլոր մեռյալների համար, որոնք կենդանի են քեզ համար, քանզի կարող ես միշտ հնար գտնել և ինձ պես մեռած կորստականների համար։ Ամեն ինչ հնարավոր է քեզ համար, մանավանդ որ անտկար կարենալուդ հետ նաև կամենալն է քեզ ախորժելի։ Արդ, այս երկու բարգավաճ և նորոգող շնորհներիդ, կարենալուդ և կամենալուդ միաբանությամբ թող վերանա բոլոր մեղավորների հուսահատ վհատությունը և հոգիներ բուժող քո հրամանի ավետավոր լույսը թող հասնի նրանց։ Տեր ամենի, օրհնյալ հավիտյանս, ամեն։